Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես Գևորգ Գորգիսյանն եմ, Լուսավոր Հայաստան կուսակցությունից, ինչպես շատերդ վստահաբար գիտեք, մենք շարունակում ենք մեր քարոզարշավը եւ ինչպես հայտարարել ենք, այն լինելու է smart ձևաչափով, ինչ է սա նշանակում։ Մենք չենք օգտագործելու ավանդական քարոզարշավային մեթոդները, հանրահավաքային մեթոդները, այլ on-line հարթակներում շփվելու ենք մեր քաղաքացիների հետ եւ պատասխանելու ենք նրանց հարցերին։ Մեր on-line շտաբը թողարկելուց հետո բազմաթիվ քաղաքացիներից ստացել ենք հարցեր եւ դրանց մի զգալի մասը տնտեսական բնույթի էին եւ այսօր մեր падգամավորության տեխնացու Սուրեն Գյուրջինյանի հետ, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, մենք խոսելու ենք տնտեսական հարցերից եւ փորձելու ենք մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները տալ այս ձևաչափով չթողնելով ոչ մի հարց անպատասխան եւ ներկայացնելով մեր տեսլականը, թե ինչպես ենք մենք տեսնում նշված բոլոր խնդիրների լուծումները։ Ողջույն Սուրեն ջան։ Ողջույն Գևորգ ջան։ Շնորհակալ եմ, որ այս ֆորմատով համաձայնվեցիր զրուցել։ Սկսենք երևի հենց ամենաշատ հուզող հարցերից մեր քաղաքացիներին, որ ստանում ենք, նմանատիպ մի քանի հարցեր կար, ես փորձեմ դրանք ձևակերպել որպես մեկ ընդհանուր։ Մոտավորապես այսպես էր հնչում. մենք խզում ենք հարաբերություններ Ռուսաստանի հետ, մարդիկ տեսել են Վլադիմիր Պուտինի արձագանքը մայիսի 9-ի միջոցառումների ժամանակ, որտեղ ասվում է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ինչ է ուզում ի վերջո եւ առաջարկում էր մայիսի 28-29-ին կայանալիք ԵԱՏՄ վեհաժողովում քննարկել Հայաստանի դիրքորոշումը եւ հետագա ճակատագիրը։ Սանի պատասխան մենք տեսնում ենք, որ Փաշինյանը կարծես թե հայտարարել է, որ չի մասնակցելու այդ վեհաժողովին, ու մեր քաղաքացիների մոտ հարց է առաջանում, մենք մեր տնտեսական ներկայիս իրավիճակով, երբ ունենք բազմաթիվ կախվածություններ Ռուսաստանի Դաշնությունից, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար եւ որտեղ են ռիսկերը եւ ինչպես է կարելի դրանք կանխարգելել կամ մենեջ անել, կառավարել։ Շնորհակալ եմ Գևորգ ջան հրավերի համար։ Ասեմ այսպես, Հայաստանի կառավարությունը կարծես թե չի հայտարարում, որ ցանկանում է խզել կամ իջեցնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների նշաձողը։ Դրա մասին կտրուկ չի խոսում նաև դեռևս կտրուկ չի խոսում նաև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, բայց այնուամենայնիվ Վլադիմիր Պուտինի հետ ձեր վկայակոչած ելույթի մեջ մի քանի կարելի ասել նույնիսկ ոչ թե տողատակերով, այլ ուղիղ մեսիջ կա։ Հա, գնես, կարծում սա միակ դեպքն է, չէ՞, առաջի անգամ է ամենայն դեպս, որ բաց տեքստով այսպես խնդիրների մասին խոսում են Ռուսաստանի կողմից։ Կարծում եմ կհաստատես խոսքս, ռուսական քաղաքական էլիտան չի սիրում խոսալ հասարակության հետ գործընկեր երկրների բաց տեքստով, ավելի նախընտրում է կուլիսային խոսակցություններ, այսինքն տվյալ գործընկեր երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նու ինձ թվում է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության մոտ միգուցե ցանկություն առաջացավ կամ զգացին, որ հասել է տարաձայնությունները մեր ղեկավարության հետ այն մակարդակին, որ պետք է դիմել ժողովրդին։ Ես կարծում եմ Վլադիմիր Պուտինը հայ հասարակությանը դիմեց, ոչ թե քաղաքական ղեկավարությանը, որովհետև վկայակոչեց, ասեց, ինչպես բազմիցս քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ։ Հիմա ինչ ուղիղ մեզ կարելի ասել ուղիղ հայ հասարակությանը ասեց Վլադիմիր Պուտինը։ Առաջինը ես կուզենայի ուշադրություն դարձնել նրա վրա, որ վկայակոչեց այսպես կոչված ֆիտոսանիտարական նորմերի պահպանումը, դա ինչ է։ Ուրեմն ԵԱՏՄ-ն ընդհանուր շուկա է, այսինքն որպես ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը իր արտադրանքը ԵԱՏՄ այլ երկիր արտահանում է պարզեցված ընթացակարգով, այսինքն Հայաստանում շնորհված համապատասխանության հավաստագրի հիման վրա կամ սերտիֆիկատի հիման վրա, եթե դրա անհրաժեշտությունը կա, տվյալ մեր արտադրանքը մտնում է ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի շուկա առանց հավելյալ ստուգումների, առանց հավելյալ հավաստագրման եւ չանցնելով մաքսային ընթացակարգեր։ Միակ բացառությունը դա գյուղմթերքն է։ Ահա։ Եվ Հայաստանից Ռուսաստան արտահանվող մեծ բաժինը, եթե չեմ սխալվում, հենց բաժին անգամ գյուղմթերքի, ճիշտ է։ Այո։
Միակ բացառությունը դա գյուղմթերքն է ԵԱՏՄ շուկայում, դա այն ապրանքատեսակն է, որի պարագայում ԵԱՏՄ ցանկացած երկիր իրավունք ունի իրականացնել այսպես կոչված ֆիտոսանիտարական հսկողություն, այսինքն եթե այլ ապրանքատեսակի պարագայում Հայաստանում տված սերտիֆիկատը անցնում է, գյուղմթերքի պարագայում Հայաստանի Հանրապետությունում տրված ֆիտոսանիտարական սերտիֆիկատը, որ օրինակ ծիրանը կամ խաղողը, չգիտեմ, լոլիկը, վարունգը, նույնիսկ կարծեմ ծաղիկը համապատասխանում են ինչ-ինչ ֆիտոսանիտարական պահանջներին, Ռուսաստանի Դաշնությունում դա ավտոմատ չի անցնում։ Սահմանին կանգնած են այս Ռոսսելխոզնադզորի ֆիտոսանիտարական հսկիչները, ապրանքատեսակից կատարում են նմուշարում, տանում են լաբորատորիա, լաբորատորիան տալիս է համապատասխան հսկողություն, համապատասխան եզրակացություն։ Հիմա մենք բոլորս գիտենք Վրաստանի օրինակով, Մոլդովայի օրինակով, որ երբ որ քաղաքական Ադրբեջանի նույնիսկ օրինակով էս վերջերս դեպքեր եղան, երբ որ Ռուսաստանի եւ գործընկեր երկրի քաղաքական հարաբերությունները սրվում են, անսպասելիորեն ի հայտ են գալիս բացիլներ։ ի հայտ են գալիս բացիլներ կամ պեստիցիդներ կամ այլ արգելված նյութեր։ Հիմա իմ կարծիքով Վլադիմիր Պուտինը ուղիղ մեզ դրա մասին զգուշացրեց, որ հարգելի Հայաստանի Հանրապետության հասարակություն, որպեսզի բացիլները եւ պեստիցիդները չհայտնվեն, չհայտնագործվեն, խնդրում եմ ձեզ կողմնորոշվել ուրեմն ինտեգրացիոն գործընթացների մեջ, այսինքն դուք մնում եք ԵԱՏՄ կազմում, թե ձեր ինտեգրացիան տեսնում եք Եվրոպական միության հետ։ Մի բան էլ ավելացնեմ, Գեորգ ջան, կներես, ուղղակի մեր հետևորդներին ավելի պարզ լինի։ Մեր կառավարության հույսը կամ մարտավարությունը հիմա նրանում է, որ ԵԱՏՄ-ից մեզ հանել չեն կարող։ Ես հենց դա եմ ուզում հարցնել իրականում, ինչ որ ընթացակարգ կա, որ մեզ պատժելու համար ուղղակի հեռացնել մեզ պատժելու համար մեզ ԵԱՏՄ-ից հեռացնել չեն կարող, որովհետև նման դրույթ ԵԱՏՄ-ում սահմանված չէ պարզապես, բայց մեզ համար կարող են ստեղծել այնպիսի պայմաններ, որ մենք շահագրգռված լինենք ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Օրինակ, հենց ստեղ գալուց առաջ դրա մասին էի մտածում, ոնց կարող են մեզ ստիպել ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Օրինակ, մեր արտահանումը ԵԱՏՄ երկիր կանգնեցնեն, միևնույն ժամանակ մենք ԵԱՏՄ-ի անդամ լինելով չենք կարողանա կանգնեցնել ներկրումը դեպի Հայաստան, այսինքն արտահանումը կկանգնի, ներկրումը ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից չի կանգնում, ընդ որում չի կանգնում զրոյական մաքսատուրքով, մենք էլ արդեն մեր շահերը պաշտպանելու համար, գոնե մաքսատուրք սահմանելու համար պիտի ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Ուղղակի դա որպես սցենար, ինչպես կա, ես չեմ խոսում զուտ քաղաքական գործիքներից, հա, որոնք շատ ավելի շատ են։ Այսինքն կարծում եմ, որ մեր կառավարության հույսը կամ մոտեցումը կամ տեսլականը, որ մենք ԵԱՏՄ-ից չենք դուրս գա, մինչև Եվրոպայի հետ կոնկրետ մի բանի չգանք ընդերից, կոնկրետ խոստում չստանանք, բան, դա ուղղակի չի ստացվի այն առումով, որ ֆորմալ մեզ ԵԱՏՄ-ում կպահեն, որովհետև մեզ դուրս հանել չեն կարող, բայց ԵԱՏՄ-ի առավելություններից մենք պարզապես չենք օգտվի։ Իրականում այստեղ որ նայում ենք, այս ծուռ նստենք դուս խոսենք, հա, այդտեղ տրամաբանություն կա։ Ինչ են մեզ ասում Ռուսաստանից, դուք օգտվում եք ԵԱՏՄ-ի բարիքներից, բայց գործընկերություն եք սահմանում այն պետությունների հետ, ում հետ հիմա Ռուսաստանը բառացի հակամարտության մեջ է մտնում։ Եվ այստեղ իրոք ինչ որ պահի պիտի կողմնորոշվենք։ Ու եթե գալիս ենք կողմնորոշվելուն, մենք տարիներ շարունակ տեսնում ենք, որ դեպի Եվրոպա կամ ԵՄ երկրներ մեր արտահանումը չի ավելանում։ Այստեղ կան օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներ կամ ինչպես կարող ենք դա անել կամ միգուցե դու գիտես ինչ քայլեր են ձեռնարկվել պատրաստելու մեզ, որ օրինակ հիմա ԵԱՏՄ շուկայից կտրվում ենք կամ այնտեղ պայմանները փոխվում են, մենք պիտի կարողանանք դա այդ մեր ամբողջ արտահանման ծավալները կամ չգիտեմ մեր բիզնես հարաբերությունները դեպի այլ տեղ ուղղորդել, չէ՞։ Դրա համար ինչ-որ բան հնարավորություններ կան, ինչ-որ բան արվել է, չի արվել։ Գեորգ ջան, ես մի քիչ այս հարցին, ինչ որ դու ասում ես ԵԱՏՄ-ի հետ կապված եւ ԵԱՏՄ երկրների հետ մեր հարաբերությունների հետ կապված լիովին համաձայն եմ։ Մի բան ավելացնեմ, էլի։
մի քիչ իմ դաշտը չի, բայց փորձեմ մտնել։ Կարծում եմ մենք հիմա Եվրամիության գործընկերների համար էլ ենք անհասկանալի, որովհետև մեզ ասում են լավ, եթե դուք պրոռուսական ձեր ուղեծիրը փոխեք պրոեվրոպական ուղեծիրով, ձեզ մենք կցուցաբերենք որոշակի օժանդակություն։ Այն չարչրկված 2.4 միլիարդը, որ 2020 թվականից խոստում կա, ոնց որ հանձնառությունը կա, բայց տեղ չի հասել։ Եվրոպացի գործընկերներն էլ մյուս կողմից կարող են մտածել, որ եղբայր, դու ասում ես ես ԵԱՏՄ անդամ կմնամ։ Եթե դու ԵԱՏՄ-ի անդամ կմնաս, դու մեզ որպես գործընկեր, հուսալի գործընկեր հետաքրքիր չես։ Այդ դեպքում այն օժանդակությունը, որը մենք ցույց ենք տալիս, այսպես ասած, Ռուսաստանից տուժված երկրներին, Ռուսաստանի կողմից հալածվող երկրներին, Արևմուտքի շահը ստեղ պետք է լինի Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել եւ Ռուսաստանից պոկել Հայաստանին։ Եթե Հայաստանը ասում է, չէ, ես մեկը մնում եմ այդ ուղեցվում, այդտեղ շահը ո՞րն է դառնում։ Դե մենք մի քիչ ոնց որ երկու քարի արանքն ենք մնում, էլի։ Այդ առումով մեր կառավարությունը, եթե նույնիսկ իմ կարծիքով արդեն մի քիչ տնտեսական ոնց որ, փաստարկներին վերադառնամ, եթե նույնիսկ մեր կառավարությունը որոշել էր, ես հիմա դրա քաղաքական ռիսկերի եւ այլնի մասին չեմ խոսում, շուտ տնտեսությունը պատրաստելու առումով, եթե նույնիսկ որոշել էր գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի նվազմանը կամ կասեցմանը, մենք նախապես պիտի պատրաստվեինք այդ ռևերսին։ Հիմա մենք այդ ռևերսին պատրաստ չենք։ Ասենք օրինակ հունիսի կեսերին եթե ծիրանի էքսպորտը Ռուսաստան արգելվի, այդ ծիրանը ուղղակի չի իրացվելու։ Մենք չունենք ճանապարհներ, դա Եվրոպա արտահանելու։ Միակ բանը, որ կառավարությունը կարող է անել հրատապ ռեժիմով այդ ծիրանի արտահանումով զբաղվող կամ ծիրան աճեցնող գյուղատնտեսական միավորներին, ֆերմերներին ոնց որ այդ կորցրած եկամուտների դիմաց փոխհատուցման տրամադրումն է, դա հսկայական գումարներ են, կարծում եմ, եթե կրկին բյուջեի հաշվին է լինելու, դա մեր հաշվին է լինելու, բայց այնուամենայնիվ դա նույնիսկ մեր հաշվին է լինի, դա հնարավոր չի։ Այսինքն դա պիտի արվեր միայն կամ բյուջեի այլ ծախսերը վերաձևակերպելով կամ կառավարության պահուստային ֆոնդից։ Պահուստային ֆոնդը այդքան մեծ չի, բյուջեի ցանկացած հոդվածը երբ որ կպնում ես, տուժում են այլ ուղղություններ։ Ուրեմն դա չեն անի։ Եթե դա չեն անի, ուրեմն ֆերմերները վստահաբար տուժելու են։ Այլ շուկա մեզ համար ու փոքր ինչ-որ սեգմենտով միգուցե կարող է լինել Վրաստանը, Իրանին դե մեր գյուղմթերքը պետք չի, Թուրքիային պետք չի, պլյուս սահմանները փակ են, Ադրբեջանն էլ ինքը խոշոր առաջինը նորից սահմանները փակ են, երկրորդը Ադրբեջանը ինքը խոշոր գյուղմթերք արտահանում է։ Բայց էլի մենք խոսում ենք հարևանների մասին եւ ոչ մի խոսք Եվրոպայի մասին, այսինքն այդ ճանապարհը մենք չենք կարող որևէ կերպ օգտագործել կամ մենք ունենք արդյոք մինչեւ հիմա հաջողված փորձեր կամ հակառակը փորձեր, որոնք ձախողվել են կամ մինչեւ հիմա մեր բիզնեսը ընդհանրապես բիզնեսը միշտ գտնում է հնարավորություններ ու ճանապարհներ, չէ՞։ Մինչեւ հիմա մենք ինչ հարաբերություններ ունենք Եվրոպայի հետ եւ արդյոք օգտվել ենք դրանցից։ Եթե նայում ես Գեորգ ջան, մեր արտահանման կառուցվածքը դեպի Եվրամիության երկրներ, նաև եթե նայում ես ըստ երկրների, դրա առյուծի բաժինը հանքանյութն է։ Երկրներ կան, օրինակ Նիդերլանդները, որտեղ մեր արտահանումը բացառապես հանքանյութ։ Քիչ թե շատ դիվերսիֆիկացված կառուցվածք մենք ունենք Ֆրանսիայի պարագայում, որտեղ բացի հանքանյութից նշվում է նաև ալկոհոլը եւ պահածոները, ոնց բանը, սննդի արդյունաբերությունը, բայց դա ես ավելի շատ կապում եմ մեր Սփյուռքի հետ, գրեթե կես միլիոնանոց, նույնիսկ ավել, այսինքն դա տենց շուկայի մասսայական գրավում չի կամ մասսայական շուկայահանում չի, դա այսպես կոչված բուտիկային շուկան է, այսինքն կոնկրետ առևտրային կետերում։ Որը չի կարող բնականաբար այն ծավալներին հասնել, ինչը մենք ունենք օրինակ ԵԱՏՄ-ի։ Հիմա ստեղ ուզում եմ հետեւյալը ասել, որ Հայաստանի համար Եվրամիության շուկան նորություն չէ։
Եվրամիության համար էլ Հայաստանի շուկան նորություն չէ։ Այսինքն այնպես չէ, որ մենք Եվրոպայից երկաթե վարակույրով սենց տարանջատված էինք, հիմա Փաշինյանը եկավ բացեց։ հա, սենց գալիս են Պյոտրապե առաջինի նման բացում են պատուհան դեպի Եվրոպա։ Մեր բիզնեսը Եվրամիության տեղը շատ լավ գիտի։ Եվրամիությունը որպես շուկա վստահ եմ շատ լավ ուսումնասիրել է։ Վերջիվերջո մենք ունենք նույն մեր օրինակ ալկոհոլի մեջ բրենդներ, որոնք ֆրանսիական են, օրինակ կոնյակը, Pernod Ricard-ը։ Վստահ եմ, եթե Pernod Ricard-ը տեսներ դեպի Եվրոպա արտահանման մեծ պոտենցիալ, դրանով կզբաղվեր, հատկապես որ ֆրանսիական բրենդ է, այսպես ասած։ Այս պահին մեր ապրանքատեսակների համար Եվրամիության շուկան իմ կարծիքով պերսպեկտիվ շուկա չի, հեռանկարային շուկա չի։ Դե առաջինը, որովհետև մենք չունենք Եվրոպայի համար այս պահին գրավիչ արտադրատեսակներ։ Այսինքն, եթե մեր հիմնական գրավիչ արտադրատեսակները դա մեր գինին է, մեր կոնյակն է, մեր գյուղմթերքն է, մեր սննդի արդյունաբերությունն է, ինչ որ առումով մեր տեքստիլն է, Եվրամիության գործընկերներին դա փոքր բացառություններով հետաքրքիր չի։ Այն որտեղ որ հետաքրքիր է եղել, օրինակ Վանաձորի Գլորիա ֆաբրիկան, գերմանական խոշորագույն կոնցեռներից համար արտահակուստակարում, նույնիսկ այդ փակ Եվրամիության փակ, այսպես ասած, պատուհանի դեպքում մենք կարողացել ենք արտահանել։ Այսինքն այնտեղ որտեղ կա պոտենցիալ, Հայաստանի բիզնեսը միշտ մտել է։ Հիմա եթե մենք իսկապես որոշում ենք ընդունում, ռազմավարական որոշում ենք ընդունում շեղվել դեպի Եվրամիության շուկա, երկար նախապատրաստական աշխատանք է պետք, պետական բյուջեից զգալի ծախսեր են պետք եւ նույնիսկ այդ պարագայում հեռանկարները կոնկրետ չեն, որովհետեւ այդ ուղղությունը կարող է աշխատել, կարող է եւ չաշխատել։ Ես երկու օրինակ բերեմ, հա, այդ ոնց որ եվրոպական շուկաների օրիենտացիայի հաջող եւ ոչ այդքան հաջող գինու հետ կապված։ Ուրեմն մեր հարևան կամ տարածաշրջանի երկու երկիր փորձեցին Ռուսաստանից գինու արտահանման կախվածությունը ոնց որ փոխել դեպի Եվրամիության շուկա Մոլդովան եւ Վրաստանը։ Երկուսն էլ ստեղծեցին պետական կորպորացիաներ Wine of Georgia եւ Wine of Moldova, Վրաստանը 2006 թվականից, Մոլդովան կարծեմ 2014-15, որովհետեւ ավելի ուշ կայացրեց որոշումը ոնց որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը փոքր-ինչ նվազեցնելու։ Ուրեմն Վրաստանը ծախսել է մինչ օրս մոտ 100 միլիոն եվրո պետբյուջեից եւ չնայած դրա հիմնական շուկան արտահանման շարունակում է մնալ Ռուսաստանը, Մոլդովան ծախսել է մոտ կրկնակի ավել, ուղղակի այնտեղ ոնց որ Եվրամիությունից ներդրումներ են եղել, թե պետբյուջե գինու ոնց որ արտահանման զարգացման համար, թե կոնկրետ գինեգործներին։ Ծախսել է կրկնակի ավել, որոշակի առումով կարողացել է մտնել եվրոպական շուկա, բայց հատուկ երկրների շուկա։ Օրինակ ռումինական շուկա, մոլդովական գինին կարողացավ մտնել, բայց ստեղ էլ բան կա, ազգային առանձնահատկություններ կան։ Մոլդովան ու Ռումինիան ոնց որ մենք ու Արցախը։ Հիմա բնականաբար Արցախում կառնեին, այսինքն Արցախի գինին Հայաստանում կառնեին, էլի, զուտ նույնիսկ հա։ Այտենց։ Հիմա բայց մարդիկ տնային աշխատանք են արել այնուամենայնիվ։ Ամեն դեպքում պատրաստվել են։ Կնես մի բան էլ է, սրան ավելացնենք, եթե մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնում ենք, նաև մրցակցային առավելություններից մեկը պետք է լինի ինքնարժեքը։ Իսկ մեր մոտ հենց գյուղտնտեսությունը ու շատ արտադրություններ կախված են գազից։ Այսինքն ջերմոցային տնտեսությունները կամ մնացած արտադրությունները, որտեղ չգիտեմ, հոսանքածախսում կամ այլ այդ դեպքում մենք գազի խնդիրել ենք ենթադրում եմ ունենալ, չէ՞, որտեղ մենք հիմա ներքին գներով ենք ստանում, այդտեղ ինչ է սպասվում, այդ մասին կարող ենք մի քիչ զրուցել։ Հա, իհարկե։ Ну, Գևորգ ջան, ներքինից մի քիչ ավել։ Հա։ Մենք ստանում ենք ուրեմն ներքին շուկայից եւ Բելարուսից, ներքին շուկայում գազի գինը, օրինակ, եթե սահմանում ենք X, Բելարուսում X+, օրինակ, չգիտեմ, 20%, մերը X+50%։
օրինակ, Բայց ամեն դեպքում անհամեմատելի է այն գնի հետ, անհամեմատելի է ռուսական գազի կամ շուկայական գնի հետ։ Անհամեմատելի է, ավելին ասեմ, նույնիսկ գազի համաշխարհային շուկայի գնի հետ։ գների հետ։ Նու սենց ասեմ, մենք հիմա գազը Ռուսաստանից ստանում ենք $175 տարածաշրջանում հասանելի գազ ունի տեսականորեն շատ Ադրբեջանը եւ Իրանը, ու դա մոտավորապես $250-300 սահմաններում է նվազագույն գինը, որի վրա մենք կարող ենք հույս դնել, բայց Իրանը սանկցիաների տակ է ԱՄՆ, այսինքն ԱՄՆ-ն չի ողջունի այն փաստը, որ մենք ներքին սպառման համար Իրանից գազ ենք առնում, չմոռանանք, որ Իրանից հիմա գազ մատակարարվում է, բայց բարտերի սխեմայով։ Հա, գումար չեն կախում։ Գազը մատակարարվում է մեր ջեկեր, Երևանի ջեք կարծեմ, մենք դրա դիմաց Իրանին փոխանցում ենք էլեկտրական էներգիա ու դա միակ սխեման էր, որ մեզ թույլ տվեցին Իրանի հետ այդ ոնց որ գնալ համագործակցությանը։ Ադրբեջանի պարագայում դե քաղաքական խնդիրներ կան, մի քիչ ազգային անվտանգության խնդիր կա։ Թուլացնել կախվածությունը Ռուսաստանից ուժեղացնելով Ադրբեջանից կախվածությունը, ինչ որ անմտության եւ շիզոֆրենիայի դաշտ է։ Այստեղ լուրջ պիտի մտածենք ու հատկապես ախր թուլացնում են կախվածությունը Ռուսաստանից, ուժեղացնում ենք Ադրբեջանից, որը ազգային անվտանգության տեսակետից չգիտեմ հիմա որն շատ կասկածելի է, ու պլյուս մենք ձեռք ենք բերելու Ադրբեջանից գազը ավելի թանկ, $175 փոխարեն, նու մոտ $300 վստահաբար, չգիտեմ, կասկածելի է շատ։ Այսինքն մենք կրկին վերադառնալով հիմնական բանին, հա, մենք ունենք իրավիճակ եւ կառավարությունը, այսպես հայտարարումով շրջադարձ է անում դեպի Եվրոպա, տնտեսական առումով որևէ քայլ չի արվել դրան պատրաստելու համար, մենք շարունակում ենք լինել մեծ կախվածության մեջ Ռուսաստանի Դաշնությունից, բայց փչացնում ենք այդ հարաբերությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այո։ Ու որևէ քայլ չի արվում այդ ամեն ինչը ինչ-որ ձև կոմպենսացնելու համար։ Այո, ստանում ենք ինքնիշխանության հանձնառություն կամ խոստում կառավարության կողմից, բայց որքանով է օրինակ Ադրբեջանից մատակարարումները գազի ուժեղացնում մեր ինքնիշխանությունը, չգիտեմ, չեմ կարող հասկանալ։ Կառավարության դեպի Եվրոպա ոնց որ վերաուղղորդվելու, հա, տենց մեր ոնց որ տնտեսական համագործակցությունը փոխելու, վեկտորը փոխելու հետ կապված, կառավարության հետ, օրինակ, չգիտեմ, ազգային ժողովում մեր անցնելու դեպքում կառավարության հետ ուղղակի կարելի է երկխոսություն սկսել, իսկ հարգելի կառավարություն, ձեզ ի՞նչն է խանգարում վերցնել հայկական ինչ-որ ապրանքատեսակ եւ փորձել ապրանքատեսակը հասցնել Եվրոպա։ Շատ կնես, հիմա արտահանելու համար մենք ԵԱՏՄ-ի կողմից ոչ մի խոչընդոտ չունենք։ Եվրոպա արտահանելու։ Հա, Չէ, չունենք։ Որևէ, այսինքն մենք չունենք ոչ մի խոչընդոտ դեպի Եվրոպա արտահանելու ԵԱՏՄ կողմից եւ չունենք լուրջ խոչընդոտ Եվրամիության կողմից ներմուծման, որովհետեւ մերը բանա, պրեֆերենցիալ ռեժիմը հիմա էլ։ Եվրամիության հետ մեր ինտեգրացիան ավելի խորացնելու դեպքում մաքսիմում ինչը մենք կարող ենք ստանալ, դա եթե կնքենք ասոցիացիան համաձայնագիր, դա բանն է, ազատ առևտրի համաձայնագիրն է, որը կնշանակի զրոյական մաքսատուրքեր եւ մի փոքր պարզեցված մաքսային ռեժիմ, նույնիսկ մաքսային չասեմ, վարչարարական ռեժիմ Եվրամիության շուկաներ մուտք գործելու։ Հիմա դուք ասես Գևորգ ջան, դե լավ է, էլի ոնց որ մի քիչ ավելի հեշտ կլինի, դե եթե մենք ունենք ապրանքատեսակ, որը տեսականորեն Եվրոպայի շուկայի համար հետաքրքիր է եւ խնդիրը օրինակ այդ մաքսատուրքերն են, կառավարության օրինակ կառաջարկի այդ չափով մեր էքսպորտյորներին սուբսիդավորել կամ այդ մասը օրինակ լոգիստիկան, մաքսատուրքը եւ այլն վերցնել բյուջեի վրա։ Բայց արդյոք այդ եվրոպական արդեն կայացած բարդ շուկա մտնելու համար ընդամենը այդ, չգիտեմ, 10-20% նախանգարելու մեր բիզնեսմեններին։ Հենց դա է, Գևորգ ջան, ես չեմ կարծում, որ այդ 15-20% նախանգարում։ Եվրոպական շուկան կայացած է, եվրոպական շուկայում
այն արտադրատեսակները, որ մենք տեսականորեն կարող ենք ներկայանալ, մեծ կոնկուրենցիա կա, ձևավորված արտադրողներ կան, ըստ երկրների լուրջ սեգմենտավորում կա, օրինակ, չգիտեմ, գինին Ֆրանսիա, Իտալիա, կոնյակը Ֆրանսիա, ասում եմ, Պիեռնո Ռեկարը 98 թվականից կարծեմ Հայաստանում ներկա է եւ միանշանակ շահագրգռված կլիներ Հա, Եվրոպայից, հա, ասենք գումար աշխատել, եթե դա եթե ձեռնտու լիներ։ տեսներ, հա, այդ պերսպեկտիվան, չգիտեմ, գյուղմթերքը էլի եվրոպական շատ երկրներ, նաև Թուրքիան, օրինակ, որը մեզանից ավելի մոտ է Եվրոպայում ու նույն գյուղմթերքի գրեթե տեսականին ունի, ինչ որ մենք չեմ կարծում Եվրամիության շուկան այդքան գրավիչ մեզ կարող է դառնալ, ինչքան ԵԱՏՄ-ի շուկան, եւ չմոռանանք նաև պատմական ստերեոտիպները, հա, օրինակ հայկական կոնյակը Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում դա բրենդ է, դրա հաշվին հայկական կոնյակը միջինից պրեմիում սեգմենտն է կարողանում գրավել։ Եվրոպական շուկայում հայկական կոնյակ նույնիսկ եթե մտավ, մտնելու է պրեմիում ցածր, պրեմիումի, այսինքն միջինից ցածր սեգմենտ։ Բայց գնային առումով երևի դա չի կարող լինել, որտեղ այն գինը, որով Հայաստանում է վաճառվում, ինքը եվրոպական միջինից բարձր գների է։ Այո, այո։ Սուրեն ջան, վերջերս նաև մենք կառավարությունը անդադ գլուխ է գովում, հպարտանում է, որ մենք այս վերջի 2-3 տարիների ընթացքում թռչկաձև տնտեսական աճ ենք ունեցել։ Դրան զուգահեռ նաև մենք տեսնում ենք, որ մեր պետական պարտքն է ավելանում, այդ նույն դպրոցներ, ճանապարհներ եւ այլ շինարարությունները, որը այսպես ընտրություններն անդադ բոլորի աչքին մտցնում, բոլորը պետական պարտքի ավելացման հաշվին են եղել։ Հիմա մենք նաև գիտենք, որ տնտեսական աճը այսպես հիմնականում ռեէքսպորտով է պայմանավորված, հա, դրա վառապացույցն են, օրինակ ոսկու արտահանման ծավալների, չգիտեմ, ահռելի ավելացումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, օրինակի համար, կամ մոբայլ սենտերը դարձել է թիվ 1 հարկատուն, երբ այդքան տեխնիկա, եթե ամբողջ Հայաստանը առնի մի քանի տասնյակ հատ, միևնույն է ծավալները չեն լինելու։ Իսկն մենք մի կողմից ավելացնում ենք պետական պարտքը, մյուս կողմից կախվածությունը գնալով ավելացել է ռեէքսպորտից, եւ հիմա հարաբերությունները փչացնելով Ռուսաստանի Դաշնության հետ, մենք այս ռեէքսպորտի հնարավորությունը կարող է ամբողջությամբ կորցնենք ու ինչ է ստացվելու դրա արդյունքում։ Մեր տնտեսական աճը վերջի տարիների, հատկապես 2022 թվականից սկսած երկու բաղադրիչ ուներ։ Առաջինը արտաքին պարտքի ավելացումը ինքնին բերում է որոշակի տնտեսական աճի, մեր արտաքին պարտքը աճում էր տարեկան մոտ 1 միլիարդ դոլարով։ Տարեկան 1 միլիարդ դոլար, եթե դու սրսկես Հայաստանի տնտեսության մեջ, ինքնին 2-ից 3% տնտեսական աճ ես ունենալու։ Այսինքն 6% տնտեսական աճից, որով մենք բոլորս գլուխ էինք գովում, 2%-ը դա զուտ արտաքին պարտքի ավելացման շնորհիվ է։ Այսինքն դա այդքան էլ իրական տնտեսական աճ չի, որովհետև այդ փողը տնտեսական աճի գումարը մենք չենք աշխատել, մենք պարտքով ենք վերցրել։ Էդը տենց։ Երկրորդ բաղադրիչը, ինչպես դու նշեցիր, ռեէքսպորտն է։ Այդ հնարավորությունը 2022 թվականից առաջացավ։ Հայաստանյան բիզնեսը շատ մեծ ծավալներով այդ հնարավորություններից օգտվել է։ Դու նշեցիր մոբայլ ցենտրի օրինակը, բայց շատ խոշոր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, նույնիսկ մանր բիզնեսի ներկայացուցիչներ որոշակի իրենց ոնց որ ծավալների մեջ այդ հնարավորությունից օգտվել են։ Հիմա ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի հետ տնտեսական կամ քաղաքական համագործակցության, այսպես ասած, նշաձողը նվազեցնելուն զուգընթաց մեր համար ռեէքսպորտի խողովակները կամաց փակվելու են։ Կարող եմ ասել, որ տարվա սկզբից ռեէքսպորտը ահագին բարդացել է եւ բարդացել է հենց ռուսական կողմի, այսպես ասած, միանշանակ քաղաքական դրդապատճառներ, որը միանշանակ քաղաքական դրդապատճառներ ունի։ Եվ մեր հայրենակիցներին նաև ուզում եմ ասել, որ այնպես չի, որ Ռուսաստանը ռեէքսպորտի կանալը գործարկելու համար միայն Հայաստանի հույսին է, չէ։ Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ ունի, այն որ տարբերակներից մեկը Հայաստանն էր, այդտեղ մեր ձեռներեցների, այսպես ասած, ճարպկությունն է եւ հմտությունները, որոնք որ կարողացել են ոնց որ մրցել ռեէքսպորտի
ավելի սենց խոշոր խաղացողների հետ, որը օրինակ Թուրքիան էր, շատ ժամանակ հաղթում էին, ու երկրորդը իհարկե կանաչ լույսը, որ Հայաստանի առաջ որպես երկիր վարվել էր։ Հիմա կարող եմ ասել տարվա սկզբից կանաչ լույսը կամաց դեղնում է, եթե ոչ կարմրում է։ Այսինքն 2027 թվականին մոբայլ ցենտրը կարող է այլ առաջի հարկատուն չլինի։ Ինչի իմ կարծիքով շատ վատ է, որովհետև վերջիվերջո այդ փողի մի մասը հարկերի տեսքով գալիս է Հայաստանի բյուջե եւ ինչի՞ չէ նաեւ այդ փողը վերջիվերջո պատտվում է նաեւ Հայաստանում տնտեսական ակտիվություն։ Գնես, այսինքն մենք ունենք մեծ ռիսկեր այդ մեր տնտեսական աճը կտրուկ կանգնեցնելու, այսինքն ու մյուս կողմից աճում է մեր պարտքը։ Պետական պարտքի դեպքում կա ինչ-որ համամասնություն, որ քո հնայի ինչ-որ տոկոսից ցածր պիտի լինի, չէ, որ դու կարողանաս դա նորմալ սպասարկել, ռիսկերը կառավարել։ Հիմա այս պարագայում, եթե բացարձակ թվերով, նայենք մոտավորապես, մենք ինչ մակարդակում ենք եւ ինչի դա կարող է բերել, էլի այս դեպքում։ Ну, տնտեսագիտության տեսության մեջ դա 60%-ն է, այսինքն 0.6 պիտի լինի արտաքին պարտքը հարաբերակցությունը, զարգացած երկրների համար դա կարող է լինել նաև 1-ից ավել այդ գործակիցը, որովհետև զարգացած երկրները համարվում են ավելի տնտեսական առումով կայուն եւ կանխատեսելի։ Հիմա Հայաստանի Հանրապետության ցուցանիշը մոտավորապես 0.5-0.52 է, եթե չեմ սխալվում, թվում է թե մենք ոնց որ կոմֆորտ զոնայի մեջ ենք, բայց եթե կառավարության կուրսը շարունակվի, մենք ունենալու ենք տնտեսական ակտիվության անկում, մենք ունենալու ենք գնաճ, մենք ունենալու ենք հայկական արտադրանքի մրցունակության անկում, այդ նույն քո ասած գազի գնի ավելացման պատճառով եւ ՀԱՏՄ շուկան կորցնելու պատճառով, տնտեսական ակտիվությունը ընկնելու է նաեւ ոնց որ բանը, բյուջեի հավաքագրումներն են ընկնելու, ну եւ արդեն կարող է լուրջ խնդիր ունենանք արտաքին պարտքը։ Գնես, մինչև 2022 թվականի, եթե չեմ սխալվում, արդեն 60%-ին մոտ էր մեր արտաքին պարտքը։ Այո, ուղղակի հետո բանը, հետո ՀՆԱ-ն աճեց։ Հա, ՀՆԱ-ն աճեց, բայց աճեց հիմնականում ռեէքսպորտի հաշվին ու բացարձակ թվերով աճեց նաեւ արտաքին պարտքը, ու հիմա եթե մեր ՀՆԱ-ն մոտենում է 2021-ի մակարդակին, մենք արդեն ունենում ենք բավականին աճած, եթե ասում ես տարեկան 1 միլիարդի կարգի աճել է, այսինքն դառնում է արդեն մոտավորապես չգիտեմ, եւի 70%-ին մոտ։ ՀՆԱ-ն կարող է 20, դա տենց մի քիչ օպտիմիստական քո կողմից կանխատեսում էր, կարող է նույնիսկ ավելի ընկնի։ Ես հիմա չեմ ուզում շատ տենց հոռետեսությամբ զբաղվեմ, պանիկա տարածեմ, բան, շատ անկանխատեսելի է մեր ՀՆԱ-ն ինչքան կընկնի, որովհետև անկանխատեսելի է բանը փական Ռուսաստանը ինչքանով կփակի, չգիտեմ, կառավարությունը դրա դիմաց ինչ հակագործողություններ կանի, նկատի ունեմ բիզնեսի աջակցության եւ այլնի առումով, մյուս մեր գործընկերները կօժանդակեն Հայաստանի տնտեսությանը, թե չեն օժանդակի, լիքը գործոններ կան, բայց մեր ՀՆԱ-ն, մեր տնտեսական ակտիվությունը կարող է շատ կտրուկ ընկնել, ընդհուպ միջև սոցիալ-տնտեսական կոլապս կարող է առաջանալ, մեծ գնաճ եւ այլն։ Այս ուրախ նոտայով երևի փորձենք ավարտել, եթե ինչ-որ բան մնաց ավելացնել։ Ես մի բան էլ ավելացնեմ, այս արտաքին պարտքի աճի հետ կապված, ախր թողնենք այս արտաքին պարտքի աճը, ընդունենք, որ դա մեր կառավարության քաղաքականությունն էր, հիմա ինչ որ ձևի չգիտեմ, կփոխվի կառավարությունը ընտրություններից հետո հուսամ ինչ որ լուրջ տնտեսագետների թիմ կգա, որը կմտածի ինչպես այդ արտաքին պարտքը կառավարել կամ ինչպես ՀՆԱ-ն, չգիտեմ, փորձել բան չանել, հա, տենց գետնով չտալ, այդ հələ մի կողմ, հիմա բայց այդ մոտավորապես 8 միլիարդ արտաքին պարտքի ավելացումը 8 տարում ծախսվել է շատ պոպուլիստական նպատակների, թվում է թե, հա, իհարկե շատ լավ է ունենալ ամեն գյուղում նոր դպրոց, մանկապարտեզ, այդ
բանը, այդ ասֆալտը, որ 18 թվականից դրա մասին խոսում ենք, բայց արտաքին պարտքը դրա համար չի։ Արտաքին պարտքը հիմնականում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման համար է։ Այսինքն այնպիսի ծրագրերի, որոնք կբերեն տնտեսության խթանման ու այդ այո, փողը կբերի նոր փողի գեներացիայի։ Դպրոցը, մանկապարտեզը, ասֆալտը եւ այլն բերում են տնտեսական խթանման կոնկրետ այդ տարում, որովհետեւ դու այդ տարի փողը վերցրեցիր, նույն տարի դպրոցը սարքեցիր։ Այդ պահին դու ունենում ես, այդ տարին ունենում ես տնտեսական աճ, բոլորը գոհ են եւ այլն եւ այլն։ Հետո բայց դրա էֆեկտը անցնում է, իսկ պարտքը վզիտ մնում է։ Իսկ արտաքին պարտքը պետք է, այսպես ասած, երկարաժամկետ ծրագրերի վրա ծախսել։ Օրինակ, ջրամբարներն են 8 տարվա մեջ 1 ջրամբար է կառուցվել ընդամենը, այն էլ սկսվել էր, դրա այդ պրոյեկտը սկսվել էր նախկինների օրոք։ Ջրամբարները հյուսիս-հարավը։ Նոր ինչ որ տենց շարժ կա կոնկրետ։ Էլ ինչ ասեմ, եթե ճանապարհ, ապա ռազմավարական նշանակության ճանապարհ, հա, օրինակ կարելի է դիտարկել Իրան-Հայաստան երկաթգծի հայաստանյան հատվածը, էլի, որը միշտ իրանական կողմը ոնց որ հանձնառություն է վերցնում, եթե դուք ձեր մասը սարքում եք, ես հիմա ավարտում եմ։ Էդ էլ կարծում եմ մեր կառավարության մի քիչ ոչ հեռանկարային մոտեցումների արդյունք է։ Դպրոցը, մանկապարտեզը, ասֆալտը ընտրվելու համար շատ լավ է, բայց պետության հեռանկարի տեսակետից այդքան էլ նպատակահարմար չի։ Այսինքն մենք ինչ ունենք փաստացի։ Ունենք իշխանություն, որը քաղաքացիներին խոստանալով տանել Եվրոպա, իրականում որևէ կերպ երկիրը չի պատրաստել դրան, որևէ կերպ մեր տնտեսական համակարգերը, կապերը, ենթակառուցվածքները, ստանդարտների վերջո չի համապատասխանեցել, չի պատրաստել Եվրոպային, բայց սրան զուգահեռ փչացվում են հարաբերությունները մեր հիմնական գործընկերների հետ, Ռուսաստանի տվյալ պարագայում եւ ԵԱՏՄ մյուս երկրների դրա հետևանքով, ռիսկային են դարձնում մեր առավելությունները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ում, այդ թվում արտահանման դյուրինությունը, գազի անհամեմատ մրցակցային գները եւ դրան ի հակադրում, եթե այդ ամեն ինչը փչանում է, մենք կարող ենք ունենալ ել ավելի մեծ կախվածություն Ադրբեջանից եւ Թուրքիայից, փաստացի Եվրոպա խոսելով մեր կառավարությունը այսօր փչացնում է հարաբերություններ արդեն գործող կայացած ամբողջ տնտեսական համակարգի հետ, անհասկանալի ինչ կախվածությունների մեջ է մեզ գցելու, որոնք կարող են մեր այսօրվա ցանկացած տնտեսվարողի վրա խստագույն եւ լրջագույն հետևանքներ ունենալ։ Ես կուզենայի ավելացնել նաև Ուրանը մեր ատոմային կայանի համար։ Ուրանի մատակարարն է Ռուսաստանը եւ ոչ միայն Ուրանի պայմանագրերը միջազգային սենց են կնքվում։ Ուրանը մատակարարվում է, օգտագործվում է ատոմական ռեակտորում, բանեցված ուրանը Հայաստանից դուրս է հարվում, որովհետեւ մենք ուրանի ուտիլիզացիայի իրավունք չունենք։ Շատ քիչ երկրներ ունեն, դրանց մեկը Ռուսաստանն է։ Հիմա եթե գազը լավ, մենք կարող ենք գոնե նայել դեպի Ադրբեջան, դեպի Իրան, Ուրանի պարագայում որտեղ ենք նայելու, կառավարությունը ասում է, այսա ատոմակայանը փակում ենք, մոդուլային չփորձարկված բանել աշխարհում հիմա ուրանի դեֆիցիտ կա։ Ուրանի դեֆիցիտը այդքան շատ է, որ Ամերիկան հիմա Ռուսաստանից ուրան է առնում, Ֆրանսիան Ռուսաստանից ուրան է առնում։ Նույնիսկ այս լարված հարաբերությունների պարագայում։ Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչը կանխելու տարբերակ կա, հնարավորություն կա եւ դրա համար պետք է որ դուք առաջին հերթին ամսի 7-ին մասնակցեք ընտրություններին, որովհետեւ ինչքան շատ մարդ մասնակցի, այնքան հնարավորությունը մեծ է, որպեսզի թույլ չտանք Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի եւ շարունակի այս իր ազգակործան գործունեությունը։ Ուրեմն մասնակցեք ընտրություններին, ընտրեք մեզ թիվ 19 քվեաթերթիկը, որպեսզի Սուրենի պես բարիմաց մարդիկ, տնտեսագետները լինեն ազգային ժողովում, կարողանան պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը եւ ի վերջո ազգային ժողով բերեն պրոֆեսիոնալ քննարկումների դաշտ։ Ես հուսով եմ մենք կշարունակենք այս քննարկումները եւ մենք հնարավորություն կունենանք մեր падգամավորության մյուս տեխնացուներին նույնպես ներկայացնելու ձեզ, որպեսզի դուք տեսնեք այն պրոֆեսիոնալ միտքը, մարդիկ, ում հետ մենք պատրաստվում ենք մտնել ազգային ժողով ձեր աջակցությամբ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։